Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 28։ Չգիտեք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում, դուք այնպես վազեք, որ մրցանակին հասնեք։ Առաջին Կորինթացիս 9-րդ գլուխ 24-րդ խոսք։ Գլխավոր մրցանակը, որի համար մենք պայքարում ենք սատանայի դեմ, երկնայինն է։ Սատանայի գլխավոր նպատակն է քրիստոնյային զրկել և կողոպտել այն ամենից, ինչ երկնային է։ Իրականում այն ամենը, ինչ քրիստոնյան ունի կամ ցանկանում է որպես քրիստոնյա, դա երկնքում է։ Աշխարհը նրա էությանը և երջանկությանը օտար է։ Այն օտարական է քրիստոնյայի համար և չի մասնակցում ոչ նրա ուրախությանը, ոչ էլ նրա վշտին։ Եթե մարդու վրա կուտակես աշխարհի բոլոր հարստություններն ու պատիվները, դրանք նրան քրիստոնյա չեն դարձնի, և եթե նույնը տաս քրիստոնյային, դրանք նրան ավելի լավ քրիստոնյա չեն դարձնի։ Եվ դարձյալ, եթե այդ ամենը նրանից վերցնես, նույնիսկ մերկացած ու ամեն ինչից զրկված, նա դեռևս քրիստոնյա կմնա և գուցե նույնիսկ ավելի լավ քրիստոնյա դառնա։ Հատկանշական է Էրազմոսի խոսքը, երբ նա ասաց, որ հարստություն և պատիվ չի ցանկանում առավել, քան թույլ ձին ծանր թամբը։ Կարծում եմ, յուրաքանչյուր քրիստոնյա, որ հոգևորապես առողջ մտածողություն ունի, կհամաձայնի այս մտքի հետ։ Եթե սատանան իր ամբողջ ուժը կամ հիմնական ջանքերը գործադրեր միայն քրիստոնյայի արտաքին բարիքների դեմ, նա մեծ վնաս չէր հասցնի սրբին։ Քանզի քրիստոնյան ոչ իր արժեքն է չափում դրանցով, ոչ էլ իր ուրախությունն է դրանց վրա հիմնում։ Որքան որ Աստծո շնորհի հոգին իշխում է սրբի սրտում, այնքան նա իր ցանկություններով ու ուրախությամբ հեռանում է այս աշխարհից։ Այդ պատճառով էլ աշխարհիկ կորուստների հարվածներն այնքան էլ ծանր չեն լինում նրա համար։ Հենց դրա համար էլ սատանան ձգտում է խլել նրա երկնային գանձերը, քանզի դրանք են քրիստոնյայի իսկական հարստությունը։ Քրիստոնյայի նոր բնությունը երկնային է, որովհետև նա վերևից է ծնվել։ Ինչպես Քրիստոսը երկնքից եկած Տերն է, այնպես էլ նրա բոլոր զավակները երկնային են և սուրբ։ Սատանայի նպատակն է արատավորել և զրկել այս նոր բնությանը իր գեղեցկությունից։ Նա հետապնդում է նոր արարածի թանկագին կյանքը, որովհետև ինքն է կորցրել այն սրբության փառավոր գեղեցկությունը, որը ժամանակին զարդարում էր իր հրեշտակային էությունը։ Եվ այժմ որպես ուրացող ամեն ջանք գործադրում է, որպեսզի քրիստոնյայի մեջ ևս կործանի այն, ինչ ինքը վաղուց կորցրել է։